Հաշվառնելով նաև Իրանի հետ նրա առևտրաշրջանառության ծավալները, հաշվառնելով նաև Միացյալ Նահանգների հետ ներմուծման արտահանման ծավալներում հասկանալ արդյոք բանակցում եք Միացյալ Նահանգների հետ այս հարցի շուրջ, Հայաստանի նկատմամբ գոնե այն կենսական ապրանքների նկատմամբ, որոնք մենք ներմուծում ենք Իրանից, որոշակի այսպես բացառություններ կիրառել կամ առհասարակ գոնե Հայաստանի նկատմամբ ինչ-որ արտոնություններ սահմանել, որովհետև հասկանալի է 25% թանկացման դեպքում ինչպիսի հետևանքներ դա կարող է ունենալ մեր տնտեսության վրա Իրանի հետ առևտրաշրջանառության և Միացյալ Նահանգների հետ առևտրաշրջանառության ծավալների Ձեր կողմից հիշատակված որոշման բովանդակությանը դեռ պետք է դե յուրե բովանդակությանը պետք է ծանոթանալ, մենք ծանոթանում ենք բովանդակությանը եւ ըստ անհրաժեշտության կոնսուլտացիաներ, խորհրդակցություններ կսկսենք մեր բոլոր պատեհ առնչվող գործընկերների հետ։ Հարգելի գործընկերներ, 21 րոպե է մնացել մեր հարց ու պատասխանին, խնդրում եմ հաշվի առնել։ Հայաստանի Հանրապետության սահմանադրությունն ու Հայաստանի միջազգային պարտավորություններին ամրագրում են պետության անջատ լինելը եկեղեցուց և եկեղեցու ներքին գործերի իշխանության միջամտելու արգելքը։ Վարչապետը սահմանադրության օրենքներով ունի սպառիչ լիազորություններ, հիմա ուզում եմ հասկանալ սահմանադրության կամ օրենքների կոնկրետ որ լիազորությամբ եք ստեղծել հայաստանյան սարաքելական եկեղեցու բարեփոխման խորհուրդ և հայտարարություն եք անում, որպես Հայաստանի Հանրապետության վարչապետ եպիսկոպոսների հետ միասին, խնդրում եմ նշել կոնկրետ լիազորությունները, նաև կապված կաթոլիկոսի թեկնածուների բարևարության ստուգման անցկացնելու ձեր մտադրության հետ կապված և դուք ձևավորել եք այսպես կոչված բարևարման խորհուրդ, նշել եք, որ խորհուրդը կարևորում է գործընթացի իրականացումը, ներառականությունը, հանրային վստահությունը, թափանցիկությունը և պատասխանատվության սկզբունքները։ Հիմա ես խնդրում եմ ասել, ինչպես կարող է մասնակցել խորհրդի աշխատանքներին, իրականացնել դիտորդական առաքելություն, առհասարակ յուրաքանչյուրը կարող է իրականացնել։ Եվ վերջում էլ ասեմ, որ մի դասընկերների ուզեմ մեր հարաբերությունները բավականին սրված են, բայց վերջերս ինձ գրել եք և բավականին ոգևորված էր ձեր գործունեությամբ եկեղեցու դեմ, ձեր ասպատակությամբ եկեղեցու դեմ և նա նշում, որ այլ կրոնական կազմակերպության հետևորդ է և մի բան էլ ասաց, որ նախանձով է վերաբերում, որ բարենորոգում եք։ Հիմա դուք այլ, ասում եմ, մեր մոտեղ թող բարենորոգ են, դուք այլ կրոնական կազմակերպություններում պատրաստվում եք որպես Հայաստանի Հանրապետության վարչապետ բարենորոգման աշխատանքներ կատարել և խնդրում եմ հստակ պատասխանել, որովհետև ես հստակ մեջբերում եմ ելնելով մեր սահմանադրությունից և նաև միջազգային պարտավորություններից։ Հայաստանի Հանրապետություն, նախ ես ձեր հարցին նախորդ բրիֆինգում պատասխանել եմ, դուք ներկա չեք եղել, բայց ձեր հարցը ներկա է եղել։ Հայաստանի Հանրապետության որ ավարտեք կասեք։ Հայաստանի Հանրապետության վարչապետը պարտավոր է զբաղվել այդ թվում երկրի անվտանգությանը սպառնացող վտանգներով եւ Կտրիչ Ներսիսյանը իր գործունեությամբ սպառնալիք է Հայաստանի Հանրապետության անվտանգությունը KGB-ի գործակալ իր եղբոր հետ միասին։ Սա առաջինը։ Ինչին քրեական հետապնդում այդ դեպքով չի իրականացվում։ Այսինքն հենց այնպես ուղղակի ասել հանցագործությունը դա օդի մեջ անելու մի բան է, որ օրինակ չպատժվի։ Հարկի լրագրող թույլ կտակ ավարտել։ Ինչ գործ ունի առողջ։ Հիմա տեսեք, երբ որ ձեզ հավատարմագրումից զրկեն ձեր այս պահվածքի համար, ասել գիտեք, որովհետև դուք ինձ հնարավորություն չեք տալիս ձեր հարցին պատասխանել։
ձեռներով այդ շարժումներն էլ բան արեք, ձեռներով շարժում, հանգիստ պայեք ձեզ, գիտեք այսօր ինչի ձեզ, ինչ է այսօր, Հարգելի լրագրող, թույլ կտաք ավարտել։ հարգելի լրագրողներ, դուք պատրաստվում եք այս հարցերով զբաղվել, թե չեք պատրաստվում։ Դեմ չեն, ավելի իրենք էլ կարող են ուզենալ հաղորդական առաքելություն ձեր նշած գործում։ Ուրեմն ժամանակը գնում է, երբ որ կապահովեք ձեր գործընկերոջ լռությունը, բրիֆինգը կշարունակվի։ Ես լռում եմ շատ Երբ որ կապահովեք ձեր գործընկերոջ լռությունը, բրիֆինգը կշարունակվի։ Ուրեմն եթե իմ պատասխանի ընթացքում ձայն հանեք, հաջորդ անգամ այս շենքում չեք հայտնվի, պարզա։ Այս ընթացքում նաև ձեզ ուզում եմ տեղեկացնել, որ հիմա ինչի եք դուք, ինչպես նշեցիք, առանց որևէ, չգիտեմ, ինչ ասցիք ՊՊՑ-ն, ինչ է արել եւ այդպես շարունակ, որովհետեւ դուք սահմանված կարգով, որպես ենթադրում եմ հավատարմագրված լրագրող, մուտք եք գործել կառավարության տարածք ձեր գործունեությունը իրականացնելու համար։ Եվ հետեւաբար միշտ էլ մեր կոչը եւ մեր մոտեցումն այն է, որ ընդհանրապես հարաբերություններում պետք է լինի լեգիտիմություն եւ լեգիտիմ տրամաբանություն։ Եվ ես ձեզ հավաստիացնում եմ, որ բոլոր այն դեպքերում ոչ միայն դուք ցանկացած մեկը կգործի այդ տրամաբանությամբ, որևէ խոչընդոտի չի կարող հանդիպել, որովհետեւ Հայաստանի Հանրապետությունում կա խոսքի ազատություն, մամուլի ազատ գործունեության հնարավորությունը մեզ համար կարևոր է եւ մենք ամեն ինչ կանենք դա ապահովելու համար։ Ինչ վերաբերվում է ձեր մյուս հարցին, ես առաջին մասով արդեն պատասխանեցի, շարունակելով ասեմ, որ ես ինքս ինձ համարում եմ հայաստանյան առաքելական Սուրբ եկեղեցու հավատավոր հետևորդ, ես այդ համայնքի անդամ եմ, եկեղեցու գործերով զբաղվելը որևէ կերպ չի կարող հակադրության մեջ դրվել իմ եկեղեցու հավատավոր հետևորդ լինելու փաստի հետ, որովհետև ուզում եմ մեր բոլորի ուշադրությունը հրավիրել, որ եկեղեցին առաջին հերթին եկեղեցու հավատավոր հետևորդներն են, որովհետև Հիսուս Քրիստոսը նոր կտակարանում ասում է, որ այնտեղ որտեղ իմ անունով 3 հոգի կհավաքվի, հենց դա է եկեղեցին։ Ես առիթ ունեցել եմ ասելու, որ այո, հոգևոր սպասավորները եկեղեցու սյուներն են, բայց եկեղեցին ժողովուրդն է, նրա հավատավոր հետևորդները։ Այսօր գիտեք ինչ, ես կառաջարկեմ, որ մոնիտորինգ անենք։ Հանրապետության տասնյակ, հարյուրավոր եկեղեցիներում պատարակներ են տեղի ունենում դատարկ դահլիճներում։ Եվ որ շատ դեպքերում կտրիչ ներսյանի համակարգը չունի հնարավորություն կիրակնօրյա պատարակներում այդ գյուղի համայնքից բնակիչներից գոնե 5, 10, 15, 20 հոգի վեր գնացեք բանի այդ կիրակնօրյա պատարակները։ Ես այս վերջերս մի տեղի հետ կապված հարց կար հետաքրքրվեցինք եւ ասցին, որ պատարակին մասնակցել է տվյալ քահանան եւ իր ընտանիքի անդամները։ Իր ընտանիքի անդամից դուրս որևէ մեկը չի մասնակցել։ Եվ այն, որ եւ մենք այո կտրիչ ներսյանին մեղադրում ենք եկեղեցու դռները փաստացի հավատավոր հոտի առաջ փակելու եւ հավատարիմ հոտին եկեղեցուց օտարելու մեջ եւ ցավոք կամ ոչ ցավոք փաստն այն է, որ իմ երկու կարգավիճակները չեն կարող բաժանել եւ ամեն ինչ պետք է տեղավորել այդ համատեքստում։ Ուրեմն ներողություն, ուրեմն տեքստում գրված է, որ խորհրդի անդամ կարող են դառնալ այն մարդիկ, ում վերաբերյալ կլինի միաձայնություն խորհրդում։ Սա առաջինը։ Երկրորդը, ինչպես բոլոր այլ կազմակերպություններում, եթե անհրաժեշտություն է լինում, կլինի հրավեր, եւ եթե կլինեն դիմումներ, կլինի կամ մերժում կամ բավարարում։ Շնորհակալություն, հաջորդ հարցը Գևորգ Թոսունյան, Սիվիլներ։ Հաջորդ հարցը Գևորգ Թոսունյան։
Շատ լավ, ես խորհուրդ եմ տալիս, որ դուք նաև ձեր լրատվամիջոցների գործունեության թափանցիկության մասին էլ մտածեք։ Հարգելի գործընկերներ, ներողություն, 11 րոպե է մնացել բրիֆինգի ավարտին։